Բարթորոսյան, երբ խոսեցիք այդ նույնականացման քարտեր ստանալու խնդիրների մասին, ասեցիք, որ առաջարկներով եք հանդես գալու, որպեսզի մարդիկ էլեկտրոնային ստորագրությունը չունենալու պատճառով չզրկվեն աշխատանքից։ Ինչ լուծումներ եք դուք առաջարկել։ Տեսեք, ես երեկ պարզաբանեցի, այսօր էլ կարող եմ ասել, մենք տեսնում ենք իրավիճակը եւ գնահատում ենք, թե ինչքան սուր է այն եւ համապատասխան լուծումներ ենք հիմա մշակում, մոտորերս ավելի վերջնական կասենք, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, քանի որ մենք նոր նույնականացման քարտերի եւ նոր անձնագրերի համակարգ ենք ներդնում, որը պետք է գործարկվի ավելի ուշ այս տարի։ Այստեղ խնդիր է առաջանում նորից այս պահին տրամադրվող ID քարտերի եւ ապագայում տրամադրվող ID քարտերի այդ բալանսի միջև նաեւ դրանով պայմանավորված կարող է լուծումներ գտնենք, որտեղ եթե նույնիսկ հիմա օրինակ օր ու գիշեր աշխատեն այդ սարքերը, թեև իրենք սահմանափակ թողունակություն ունեն, հետո կարիք է լինելու անցում, կատարել նորերին, նաեւ դրանով պայմանավորված եւ որոշ այլ պատճառներով հնարավոր է վերանայում իրականացնենք ժամկետների, այսինքն օրենքի կիրառման ժամկետների վերանայում, որպեսզի ոչ մեկ նախ նոր կնքվող պայմանագրերը հիմա պարտադիր պետք է լինեն էլեկտրոնային, որպեսզի ոչ մեկ չզրկվի իր աշխատանքային իրավունքներից կամ աշխատելու իրավունքից այդ պատճառով եւ նաեւ այդ անցումը, որ 100,000-ավոր քաղաքացիներ պետք է էլեկտրոնային կնքեն, թեև նրանց ճնշող մեծամասնությունը ունեն արդեն էլեկտրոնային ստորագրում, բայց այնուամենայնիվ մոտ 200,000 քաղաքացի դեռ չունի, այդ անցումն լինի հնարավորինս անցավ, այսպես ասած, իհարկե նաեւ մտադրություն կա թողնելու կամավոր այդ ամեն ինչը, քանի որ եթե ինչ-որ մեկը ուզում է, նաև կամավոր կարողանա դա անել, բայց սա նախնական քննարկումներ են, վերջնական մոտ օրերս կասենք։ Տարատեսակ ռեյտինգների հավատալ չհավատալու մենք լավ իմունիտետ ունենք, ինձ թվում է ազգովի, սկսած դեռ շատ վաղ ժամանակներից, տասնյակ տարիներ առաջ, եւ դրանց վերաբերվում ենք այդ տրամաբանության մեջ, այդ այսպես կոչված հրապարակված ռեյտինգներին անհասկանալի է ով, ինչպես եւ որտեղ է այդ ռեյտինգները արել, դա ընդհանրապես, ոչ միայն այս ռեյտինգին վերաբերող, իսկական ռեյտինգը դա ընտրություններն են եւ ընտրությունների արդյունքները եւ մենք տեսել ենք ընտրությունների արդյունքները, հատկապես նախորդ, երբ որ դրանից առաջ էլ նույնատիպ ռեյտինգներ էին հրապարակվում մեզ ինչ որ անհասկանալի եւ վարչապետին ինչ որ անհասկանալի ցածր ռեյտինգներով եւ ասենք մյուս ուժերին եւ հատկապես մեկ ուժին բարձր ռեյտինգով, հիմա կարծես թե այդ ուժի փոխատեղում է տեղի ունեցել, տեխնոլոգիաները, մեթոդները ամեն ինչ նույնն են եւ երկրորդը ես կարծում եմ այդ նշված անձը անիմաստ է ընդհանրապես ռեյտինգավորել, որտեղ նա իրավունք չունի պարզապես մասնակցել Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների այսքանը։ Մենք օգտվում ենք մեր ժողովրդի հետ շփվելու մեր իրավունքից, մեր գաղափարները ներկայացնելու, մեր ծրագրերը ներկայացնելու, մեր կատարած ահռելի աշխատանքը ներկայացնելու եւ դրանով ակնկալում ենք մեր ժողովրդի քվեն իրական Հայաստանը ամրապնդելու, խաղաղությունը ամրապնդելու եւ տեր կանգնելու այն ամեն ինչին, ինչ որ ձեռք ենք բերել վերջի տարիների ընթացքում։ Բարդություն կամ տարբերություն, որ փորձեք ներկայացնել նախորդի եւ սրա հետ կապված, ինչ մտահոգություններ, այսինքն ինչ ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատել, ինչպես կարող եք մի քիչ բացել։ Հենց նոր ասացի, մեր հիմնական նպատակը լինելու է ինչպես միշտ երկխոսությունը մեր քաղաքացիների, մեր ընտրողների հետ, որը ի դեպ անում ենք ոչ միայն նախընտրական փուլում, այլ միշտ մեր քաղաքացիների հոգսերը աստիճանաբար լուծելը, այն ահռելի աշխատանքը, որ իրականացվել է մեր քաղաքացիների համար, երբեմն հատիկ առ հատիկ ներկայացնելը եւ դրանով նաեւ մեր ապագա տեսլականով, խաղաղությամբ, իրական Հայաստանով, զարգացած բարեկեցիկ երկրով գնալ առաջ, ոչ մի բան այդ առումով չի փոխվելու։ Նշանակում են ամեն դեպքում այն հիմնական ուժերը, որոնք մտնելու են ընտրապայքարի մեջ,
Բարդ է լինելու։ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ օրենքին համապատասխան ցանկացած ոգ, ցանկացած կուսակցություն էլի օրենքին համապատասխան կարող է մասնակցել ընտրություններին եւ ես չեմ կարծում որտեղ որևէ տարօրինակ բան կա։ Չէ, ես հարցնում եմ, տեսնում եք մասնակցողների ներկա բնակը, բարդ է լինելու քաղաքացիական պայմանագրերում։ Ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը եւ ժողովուրդը ինչպես Հայաստանի Հանրապետությունում հաղթել է, այնպես շարունակելու է հաղթել։ Այսինքն կիսում եք ձեր թիմակիցներից որոշների այն որոշումը, որ այս ընտրություններին կստանաք 50%-ից ավելի։ Ես պատասխանեցի ձեր հարցին, իհարկե մենք գնալու ենք ընտրություններին, ընտրողների քվեն մեծամասնությունը ստանալու ճանապարհով, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, բայց նաև մենք վստահ ենք, որ ժողովրդավարությունը, ժողովրդի իշխանությունը, խաղաղությունը, իրական Հայաստանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մտքում եւ քվեարկության օրը հաղթելու են։ Պարոն ապրիլի 1-ից թոշակները բացառապես էլեկտրոնային եղանակով են Անկանխիկ։ Թոշակառուները, ովքեր տանից դուրս գալու խնդիր ունեն, իրանք ոնց պիտի ձևակերպեն այդ քարտերը, կարող են իրենք բանկ ընտրել, իրանք կտրվի հենց արկա քարտը, ինչպես նաև այդ բանկային քարտերը իրանք կբերեն կհասցնեն տուն, թե ամեն դեպքում պիտի տանից դուրս գան գնան այդ քարտերը։ Հենց հիմա կամավոր մեր կենսաթոշակառուները կարող են ընտրել իրենց բանկը եւ քարտը եւ դա տեղի է ունենում։ Մենք ամսական մոտ 10,000 հոգի նոր ընտրող ենք ունենում։ Իսկ այն քաղաքացիների համար, ովքեր որ կունենան հենաշարժական խնդիրներ, որևէ տեսակի եւ չեն կարողանա դա անել ինքնուրույն, մենք կառաջենք, ես դրա մասին երեք հայտնել եմ ազգային ժողովում, հիմա մի կառավարության որոշման ենք սպասում, որը արագ կընդունենք եւ առաքումները կսկսենք, որպեսզի ապրիլի 1-ից բոլորը ստանան իրենց կենսաթոշակները եւ նպաստները անկախի եղանակով, այդտեղ որևէ խնդիր չի լինելու։ Այսինքն սկսեն ձևակերպել այդ քարտերը ամեն դեպքում կբերեն իրենց տուն։ Տեսեք, այն քաղաքացիների ձևակերպումների մասով, որ մենք իրենց օգնելու ենք, որտեղ այդ ձևակերպումները կանենք առցանց, հա, հենց առցանց ձևակերպումից հետո քարտը կթողարկվի եւ կառաքվի։ Իսկ այն քաղաքացիներ, որոնք դա կարող են անել, ես խորհուրդ եմ տալիս դա անել հիմա, չսպասել ապրիլի 1-ին, օգտվել նաեւ հետվճարի համակարգից, դրանով իսկ բարձրացնելով իրենց կենսաթոշակները եւ նպաստները, մնացած քաղաքացիների մասով մենք կհոգանք։ Եկեք։ Հարգելի գործընկերներ, բազմիցս նշել ենք, եւս մեկ անգամ կնշեմ, քեշբեքը նոր ենք վերանայել, հունվարի 1-ից այն դարձել է 20%, մենք ունենք արդեն 400,000-ից ավել քաղաքացի, որ օգտվում է դրանից եւ հետեւաբար դա զանգվածային աջակցություն է վայելում մեր քաղաքացիների շրջանում։ Քեշբեքի դեկտեմբերի միջինացված թիվը արդեն 4400 դրամ է, դեռ չավելացած տոկոսադրույքով, որը կլինի հունվարին եւ մենք կհրապարակենք փետրվարի վերջ եւ նորարարական լուծումներով կենսաթոշակների եւ նպաստների բարձրումը շատ կարեւոր է նաեւ հարկերի հավաքումը ապահովելու համար պետական բյուջեի եւ մենք շարունակելու ենք աջակցել մեր քաղաքացիներին եւ նաեւ այս նորարարական լուծումներով իրենց թույլ տալ իրենց իսկ կենսաթոշակը բարձրացնել։ Այսքանը շնորհակալություն։ Շատ եղավ։ Ձեր իշխանությունը գալիս եկա իշխանությամբ հայտարարել կոռուպցիայի դեմ անձնություն պայքարի մասին, մտներին ձկներին բլստալով հնարավորություն չեք տալիս, չեք մոռացել չէ՞ այդ հայտարարությունները, կոպեկ բերել մասն եք խոսում, հիմա ձեր իշխանության օրով ենթադրյալ կոռուպցիոներներից մեկը 300 միլիոն դրամ իրավի դիմաց ամսում է կալանքի ռեժիմի դուրս է գալիս, հա, բանտից տնային կալանք է կարծում, բայց այնուհանդերձ երևույթի մասին երբ որ մի մարդ մեղադրվում է կոռուպցիայի մեջ, բայց հետո 300 միլիոն դերում տալիս է, որ իր խափանման միջոցը փոխվի, սա ձեր այս հռչակած սկզբունքների, գաղափարների
հարց էլ առաջացնում դուք հարց Արգելի գործընկերներ, մեկ մյուս տեսակից եք, տեսակետից եք հարց տալիս, մեկ էլ այս տեսակետից ասում եք ինչի է դատական համակարգը այս կամ այն որոշումները կայացնում, ես ոչ լիազորված եմ, ոչ էլ իրավունք ունեմ դատարանի վճիռները մեկնաբանելու եւ ամեն գործ քննվում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգում ըստ էության եւ դատավորները որոշում են կայացնում այս կամ այն մեղադրյալին, ենթադրյալ կոռուպցիոներ կամ այլ տեսակի քրեական հանցագործ, հա, ինչ խափանման միջոց ընտրեն, ինչ չափով գրավ ընտրեն, դա իրենց իրավասությունների շրջանակներում է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մենք ունենանք անկախ դատական համակարգ, որը կաշկանդված չի լինի այլ տեսակի հանգամանքներով, որը որոշումներ կայացնելիս, այլ կաշկանդված կլինի միայն օրենքով եւ գործի օբյեկտիվ հանգամանքներով։ Դրանից ավել բան ես ոչ պատրաստվում եմ ասել, ոչ էլ պետք է ակնկալել, հակառակը։ Պետք է դատարանների անկախության վրա աշխատել, նաև օրենսդրական կարգավորումներով, որպեսզի նրանք իրականացնեն արդարադատություն։ Հիմա վերջում կլինի վերջնական վճիռ, որտեղ կարևորը վերջնական վճիռն է։ Այս կամ այն մարդուն մեղադրական, որը հետագայում կմտնի ուժի մեջ, մենք դրա վրա կկարողանանք դատել։ Ու ընդհանուր ժողովուրդն էլ կորոշի դա օրինակ ընդունել էր իր համար թե չէ, բայց նաև պետք է հասկանանք, որ դատական իշխանությունը անկախ է ընդհանրապես գործադիր օրենսդիր իշխանությունից եւ պարտավոր է իր որոշումներում առաջնորդվել միայն օրենքով եւ այդ օբյեկտիվության սկզբունքներով։ Դրանից ավել բան ես չեմ պատրաստվում ասել։ Շնորհակալություն, ցտեսություն։ Դուք հրաժարվում